Ողջույն, Բուն TV-ի եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք հանրային կարծիքն ու դրա հարցումները թեմայով։ Եվ իմ հյուրերն են Արփի Մանուսյան, սոցիոսկոպ հետազոտական կենտրոնի նախագահ, բարև ձեզ, շնորհակալություն։ Հրավերությունն համար եւ Յուրի Ավագյանը, Restart քաղաքացիական հիմնադրամի գործադիր տնօրեն, բարև ձեզ, շնորհակալություն հրավերությունն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, վերջին շրջանում իրար հետևից մի քանի ուրեմն հանրային կարծիքի հետազոտությունների վերաբերյալ հրապարակումներ եղան, դրանք սպասվում են նորից մինչև ընտրությունները եւ դրանք իհարկե շատ հարցերի պատասխաններ տվեցին, շատ ավելի ընկալելի դարձրեցին պատկերը հանրային տրամադրությունների, բայց իմ կարծիքով նաև առաջացրեցին բավական մեծ քանակությամբ հարցեր, թե հենց հետազոտությունների ուրեմն թեմայով եւ թե հանրային կարծիքը ավելի լավ ընկալելու, հասկանալու այդ պատկերը ըմբռնելու տեսանկյունից։ Եվ այսօր մեր հյուրերի հետ կփորձենք ուրեմն առաջի հերթին ձևակերպել այդ հարցերը եւ երկրորդը ստանալ դրանց պատասխանները։ Տիկին Մանուսյան, ուրեմն առաջին հարցը, որ ուզում եմ ձեզ ուղղեմ եւ սրան զուգահեռ նաեւ ընդհանուր պատկերի ձեր գնահատականը իհարկե հետաքրքիր կլինի լսել, ուրեմն համարյա թե բոլոր հարցումների տվյալները, որ նայում ես, մասնակցության չափաբաժինը բավականին ցածր ցուցանիշ է։ Սա ընդհանրապես մասնագիտական տեսանկյունից ինչքանով է խնդիր եւ ինչքանով է ինքը աղճատում պատկերը։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ երևի կարևոր է նշել, որ սա միայն Հայաստանին բնորոշ խնդիր չի, այսինքն վերջին տարիներին ընդհանրապես աշխարհում արևմուտքում եւս հանրային կարծիքի ուսումնասիրությունները, թե դեմարտեմ, թե հեռախոսային ընդհանուր առմամբ ճգնաժամի մեջ են, սա ոնց որ պետք է հասկանալ եւ այդ ճգնաժամը նաեւ արտահայտվում է այդ ցածր մասնակցայնությամբ, ցածր պատասխանելիությամբ, եթե օրինակ 20-րդ դարի կեսերին, երբ ոնց որ շատ այդպես տարածված դարձան հանրային կարծիքի ուսումնասիրությունները, պատասխանելիությունը կամ մասնակցությունը 70% էր, երբեմն նույնիսկ ավել, հիմա օրինակ արևմտյան զարգացած երկրներում դա կարող է լինել 10%, 5%, Հայաստանում կարծեմ թե 22% էր, ինչը բավական ցածր տոկոս է եւ սա կարևոր հարց է եւ կարևոր հասարակագիտական հարց է եւ հասկանալու համար թե ինչու մարդիկ չեն ցանկանում մասնակցել, ինչու չեն ցանկանում պատասխանել, կան տրիվիալ բացատրություններ, մարդիկ ժամանակ չունեն եւ այլն, բայց ընդհանուր առմամբ ինչ մարդիկ չեն պատասխանում, ովքեր չեն պատասխանում, հիմնականում մեծամասնությունը, ընդհանուր հանրության մեծամասնությունը լուր է քաղաքական հարցերի առնչությամբ եւ այն մարդիկ, ովքեր համաձայնում են պատասխանել, մասնակցել այս հետազոտություններին, այս կամ այն չափով ակտիվ են, ներգրավված են, ինչ որ կարծիք ունեն։ Եվ այն մարդիկ, ովքեր սովորաբար հրաժարվում են, բացի մի շարք գործոններից, որ կարող է լինել անվստահություն, ընդհանրապես հարցումների սոցիոլոգիայի նկատմամբ եւ անվստահությունը քաղաքական, այս ներքաղաքական համատեքստի նկատմամբ, բայց մեծ հաշվով մարդիկ չունեն հաճախ կարծիք, չեն ցանկանում մասնակցել եւ հաճախ լռում են եւ այս մարդկանց կարծիքը մենք չգիտենք, իսկ դրանք ոնց որ մեծ հանրության մեծ չափն է եւ ոնց որ ներկայացուցչականության տեսանկյունից այս ցածր մասնակցությունը իհարկե խնդիր է, այստեղ մասնագետները ինչ որ մեթոդաբանական հնարքներ են կիրառում, տվյալները կշռում են, ասենք օրինակ, չգիտեմ, 5 երիտասարդ տղամարդ է պատասխանել, այդ 5-ը կշռում են այնպես, որ դառնա ենթադրենք 500 եւ դա որոշակի ներկայացուցչականություն ապահովի, որպեսզի մենք կարողանանք խոսել ինչ որ մի միտումի մասին։ Բայց իհարկե պետք է հասկանալ, որ ոնց որ ժամանակները փոխվում են, հանրությունը ավելի բազմաբարդ է դառնում եւ այս մեթոդները արդեն ոնց որ սկսում են ճեղքեր տալ։ Եվ անխուսափելիորեն ինչ որ չափով աղճատում են պատկերը։ Պարոն Ավագյան, ես ճիշտ եմ հասկանում, որ մարդիկ, ովքեր հիմնականում հրաժարվում են պատասխանել այս հարցումներին, դրանք այն նույն մարդիկ են, ովքեր որ հրաժարվում են կամ չեն իրենց ակտիվ մասնակցություն չեն ցուցաբերում քաղաքական կյանքի եւ որպես կան նաեւ ընտրությունների չեն գնում, թե այստեղ ուղիղ ինչ որ տենց համադրություն դժվար է պատկերացնել։ Ես չեմ կարծում ուղիղ համադրություն կա, մասնավորապես եթե ուշադրություն դարձնենք, թե վերջի շրջանում հարցումները ինչ նպատակով են օգտագործվում, օրինակ հարցում պատվիրողների կողմից, մենք կտեսնենք, որ հարցումները ոչ այնքան շատ հիմնականում միտված են հասարակական կարծիքը մատնանշելու եւ նկարագրելու համար, այլ հարցումների պատասխանները օգտագործվում են որպես քաղաքական ազդեցության գործոն։ Եվ քանի որ մենք տեսնում ենք ամենատարբեր քաղաքական ուժերին, ովքեր իրենց հարցումներն ունեն, ովքեր որ ամենատարբեր տվյալներն են ցույց տալիս, հայլային տարբեր պատկերներ են իրենց շատ տարբեր, օրինակ մի տոկոսանոց ուժեր կա, իրենց հարցումների տվյալները իրենք բացարձակ մեծամասնություն են, այլ ուժեր կան, որ օրինակ շատ այլ պատկերներ են ցույց տալի, նույն օրինակ եթե
ռուսամետ, հա, որից է կազմակերպությունը կպարզվի, որ Հայաստանի բնակչության ամբողջովին ռուսամետ է, այսինքն եւ մարդիկ նաեւ այս գիտակցում ունեն, որ սա որոշակի քաղաքական նպատակադրումներ ունի, այո, անվստահություն կա եւ ես բացարձակապես համաձայն չեմ այն կարծիքեր, որ այդ մարդիկ տես գլոբալ անտարբեր մարդիկ են, որովհետեւ վերջի մենք տեսնում ենք, որ օրինակ վերջին 3 ընտրություններում միջինում 50%-ը մասնակցում է ընտրություններին։ Ինչ աշխարհում բարձր ցուցանիշ է, չէ՞։ Նաեւ շատ բարձր ցուցանիշ է, օրինակ հայալեզու տիրույթում, օրինակ սոցիալական մեդիայի օգտատերերի քանակը։ Եթե օրինակ մենք Facebook-ն ենք վերցնում, մոտ միլիոնից 1.2 միլիոն ակտիվ օգտատեր, այսինքն կա հաշվածա TikTok-ում 800,000 ակտիվ օգտատեր եւ այսպես շարունակ, այսինքն մենք տեսնում ենք, որ մարդիկ ընդհանուր առմամբ ակտիվ են, բայց խնդիր կա հարցումների հետ։ Մյուս կողմից այս տարբեր գործընկերներ շատ են քննարկել, թե որը կարող լինի, հա, սրա լուծումներից մեկը։ Օրինակ ես ԱՄՆ-ում շատ կազմակերպությունների մոտ նկատել եմ, որ իրենք եթե օրինակ պատվիրում են որակական, ես որակական հետազոտությունների մասով եմ սա տեսել, չգիտեմ քանակականների մասով ինքը ինչքան ընդունելի է, բայց օրինակ վճարում են այն ռեսպոնդենտներին, ովքեր մասնակցում են հարցումներին, իրենց հատկացած ժամանակի համար։ Եվ սա ինչ որ գործոն է, որը թույլ է տալիս օրինակ կոնկրետ ԱՄՆ-ի քաղաքական ուժերին ունենալ շատ լավ, շատ արդար, նաև շատ բարձր բացարձակության որակական պատկեր իրենց քաղաքական ուժի տեխնացուների վերաբերյալ հետազոտություններում։ Ես նաև ականատես եմ եղել, օրինակ, հենց Հայաստանում գործող տարբեր, օրինակ, բիզնես նախաձեռնությունների, հա, ովքեր իրենց բիզնեսի մասին հարցումներին պատասխան մարդկանց գումար են տալիս։ Եվ սա հավելյալ շահագրգռող գործ։ Իհարկե մասնագետները ավելի լավ կասեն, թե սա դրական է, թե բացական է, համենայն դեպս ինչ որ գործիք է դա հաղթահարելու համար։ Հասկանալի է։ Նախ ձեր պատասխանը կուզենայինք լսել այդ գումարով շահագրգռելու հարցի վերաբերյալ, թե պետք կասկած ունեմ, որ դա իր հերթին արդեն ինչ որ սոցիալական կոնկրետ խմբի ոնց որ կթիրախավորի ավելի շատ եւ էլի ինչ որ չափով կաղճատի պատկերը, բայց դրան զուգահեռ մի հատ էսպիսի հարց։ Ուրեմն ինչքանով է ճիշտ, երբ որ մարդուն օրինակ համար կոնկրետ բոլորին, հա, այսպես համատարած, տալիս են նույն հարցերը, հաշվի չառնելով, որ երբեմն մարդիկ այդ հարցի պատասխանը չունեն։ Եվ դրանով իսկ փաստորեն հարցում անողը ստիպում է մարդուն ուրեմն ինչ որ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել, երբ որ այդ մարդը այդ դիրքորոշումը չուներ։ Դա աղճատում է էլի պատկերը։ Հակերտ անդրադառնամ Յուրի ասացին, այո, դա բավական ընդունված մեթոդաբանություն է, մարդկանց որոշակի փոխհատուցում տալ իրենց ժամանակի գիտելիքի, դա մեծ հաշվով հարգանք է ռեսպոնդենտի նկատմամբ, դա կիրառվում է եւ Արևմուտքում եւ Հայաստանում ենք էլ ենք դա կիրառում եւ դա պարտադիր չի որ լինի գումարով, կարող են լինել օրինակ նվերի փաթեթներ, որտեղ կարող են լինել օրինակ գիրք, ինչ որ նոթատետեր եւ այլն, դա բավական ընդունված պրակտիկա է եւ այդտեղ կարող են իհարկե որոշ խնդիրներ լինել կամ մարդիկ լինել, որոնց համար դա այդպես շահագրգռող հանգամանք լինի եւ լինում են դեպքեր, երբ որ օրինակ պարբերաբար նույն մարդիկ կարող են հայտնվել ընտրանքներում, բայց դրանից խուսափելու մեթոդներ, ձևեր կան։ Ուզում եմ ասեմ, դա այդպես շատ մեծ խնդիր չի եւ դա ընդունված պրակտիկա է։ Ի վերջո մենք որպես հետազոտողներ գնում ենք մարդկանցից ժամանակ ենք խլում, գիտելիք ենք ստանում, հետո գալիս ենք նման սեղանների շուրջ քննարկում ենք եւ ուրեմն պետք է նաև հարգել մարդկանց տված գիտելիքը։ Ձեր հարցին շատ լավ պատասխանել է դեռևս Պիեր Բուրդյոն 1972-3 թվականին իր հանրային դասախոսության մեջ, որը վերնագրված էր այսպես հանրային կարծիք գոյություն չունի եւ այդ հոդվածը մենք թարգմանել ենք սոցիոսկոպի կայքում կա եւ մեծ հաշվով Բուրդյոն ասում էր այն խնդիրը, ինչ որ դուք եք բարձրաձայնում, որ այո, մարդիկ կարող են կարծիք չունենալ։ Եվ դա պետք է ընդունել, դրա հետ պետք է առերեսվել եւ պարտադիր չի, որ բոլոր մարդիկ բոլոր հարցերի շուրջ ունենան կարծիք, եթե այդ հարցերը իրենց համար չունեն քաղաքական, սոցիալական, մշակութային կարևորություն։ Այն խնդրակարգերը, այն հարցերը, որոնցով մենք գնում ենք եւ մարդկանցից փորձում ենք ինֆորմացիա կորզել, կարող են որևէ ռելևանտություն չունենալ մարդկանց համար, բայց մենք ստիպում ենք նրանց պատասխանել, ստիպում ենք ասել այո, ոչ եւ հետո որոշակի կորելացիաներ ենք տալիս։ Եվ մյուս խնդիրը մենք համարում ենք, որ բոլոր կարծիքները հավասար են եւ նույն կերպ ենք վերաբերվում, այնինչ այդպես չի, մենք գիտենք, որ կան տարբեր դասակարգեր, շերտեր եւ բոլոր կարծիքները ուրեմն նույն ուժը չունեն հանրությունում։ Եվ մենք նույն ձև ոնց որ գումարում հանում բաժանում ենք եւ այդպես ներկայացնում ենք։ Եվ մյուս խնդիրը, որ Բուրդյոնը ասում էր, որ մենք ելնում ենք նրանից, որ կա որոշակի հանրային կոնսենսուս այդ խնդրակարգերի նկատմամբ, այսինքն մենք ելնում ենք այն կոնսենսուսից, որ հիմա մարդկանց համար ամենակարևորը այս կամ այն ինստիտուտի հանդեպ դիրքորոշումն է կամ այս կամ այն քաղաքական գործը, այսինքն մենք
մենք ասելով նկատում եմ ցավալիորեն երբեմն հետազոտողները, իսկ ավելի հաճախ իշխանություն ունեցողներն են որոշում, թե ինչ հարցեր տան նկատում եմ հարցումների տեսքով մարդկանց, եւ իհարկե սա խնդիր է, օրինակ մարդկանց հարցնել ինչքանով եք գոհ օրինակ օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքից, քանի հոգի է որ առնչվում է, ինչքանով է, այո, եւ ինչքանով, բայց մենք ստիպում ենք որ մարդիկ դրան պատասխանեն, այնինչ եթե մենք տալիս ենք բարձ հարցեր, եթե մենք ավելի խորանում ենք, բաց մտքով ենք գնում հետազոտական դաշտ, մենք այնտեղ կարող ենք լրիվ ուրիշ ուրեմն պատկերներ Դուք ինչ գնահատական ունեք որևէ պետական ինստիտուտի, որի մասին ունեք կարծիք, կամ որ պետական ինստիտուտն է առհասարակ ձեր համար ռելևանտ, որ ինստիտուտի հանդեպ ունեք հետ ունեք հարաբերություն եւ այլն, ինչը մենք մեր հետազոտությունների ժամանակ որակական փորձում ենք անել, այսինքն նաեւ պետք է հաշվի առնել, որ հաճախ նաեւ արձագանքելով յուրին, այս հարցումները իսկապես հատկապես այս գերքաղաքականացված համատեքստերում եւ լարված հանրության մասին չեն, ընդհանրապես եւ հասարակական կարծիքի մասին չեն, այլ ուժ ունեցողների, իշխանություն, կապիտալ ունեցողների մասին են, որոնք փորձում են իրենց օրակարգերը ձևակերպել իբրև հանրության համար կարևոր օրակարգեր։ Իդեպ պարոն Ավագյան, երբ որ ասեց, որ մարդիկ անվստահություն ունեն, հա, տոտալ անվստահություն ունեն այս սոցհարցերի նկատմամբ, դրա մեջ բաղադրիչ է արդյոք նաև այդ տվյալների անվտանգության պահպանության նկատմամբ անվստահությունը։ Այսինքն որ մարդիկ վստահ չեն, որ իրանց պատասխանները անոնիմ են լինելու, որ իրանց պատասխանները Ես չեմ կարծում, թե մարդիկ այդ չափ խորանում են, այն իմաստով, որ հեռախոսային հարցումների դեպքում անոնիմությունը չեմ կարծում, որ այդպես մեծ խնդիր է, ինձ թվում է ընդհանուր առմամբ մենք ապրում ենք անվստահության այդպես համատեքստում, անվստահություն ինստիտուտների, կառույցների եւ անվստահություն հարցումների, սոցիոլոգների նկատմամբ դա մեր խնդիրն է եղել տարիներ շարունակ եւ հատկապես այս գերքաղաքականացված համատեքստերում դա կա եւ նաեւ պետք է հասկանալ դա միայն անվստահություն է, թե այդտեղ կան նրբերանգներ, այսինքն հաճախ ինձ որպես հետազոտող միայն այդ անվստահության կատեգորիան չի բավարարում, այդտեղ կարող է լինել ոչ ռելևանտություն, անտարբերություն ինստիտուտի նկատմամբ, հոգնածություն այս տարատեսակ ինֆորմացիայի նկատմամբ, այսինքն նաև պետք է մենք փորձենք մի քիչ ավելի նուրբ շերտերով մոտենալ այս հարցին։ Պարոն Ավագյան, IRA-ի վերջին հարցումը ցույց է տվել, որ Հայաստանում հարցվածների ուրեմն 48%-ը չի վստահում եւ ոչ մեկին, երիտասարդության մեջ այդ թիվը շատ ավելի այսպես բան է, տպավորիչ է, դա 63% է։ Ինչի ասպես պատկեր հատկապես երիտասարդների մոտ։ Իհարկե բազմաբաղադրիչ է դրա պատասխանը կամ բազմաթիվ գործոններ։ Պետքա մենք սկսենք նրանից, որ ընդհանուր առմամբ ես որպես մարդ, ով արդեն մոտավորապես 10 տարի աշխատում է երիտասարդության հետ, ամենատարբեր սեգմենտների Հայաստանի ողջ տարածքով, կարող եմ ասել, որ երիտասարդությանը բնորոշ հատկանիշներից մեկն է օրինակ ըմբոստությունը, հա, ընդդիմանալը եղած համակարգերի, իշխանությանը եղած կարգերին եւ այսպես շարունակ։ Եվ դա է նաեւ պատճառը, որ ամբողջ աշխարհում, երբ որ շարժումների օրինակները նայում ենք, ընդհանուր առմամբ կա կոնսենսուս ամբողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթում, որ եթե ցանկանում ես որևիցե բանի դեմ իրականացնել գործընթաց, թիրախավորիր երիտասարդությանը, որտեվ by default իրենք ամենից դժգոհ եւ ըմբոստության ունակ սեգմենտն են։ Մյուսը դա իհարկե արդեն պայմանավորված է Հայաստանի կոնտեքստով, մասնավորապես շատ կարևոր դեր ունի 44-օրյա պատերազմը, որտեղ մենք պետք է հասկանանք, որ այդ պատերազմի շուրջ խոսակցությունները, քննարկումները, որոշումները կայացվել են ոչ երիտասարդների կողմից, բայց հետևանքների գերակշիռ մեծամասնությունը ուղիղ իր մաշկի վրա զգացել է երիտասարդությունը։ Եվ նաև սա է այն պատճառներից մեկը, որ մարդիկ հասկանում են, որ անկախ նրանից ով է ինչ որոշում է կայացնում, հետևանքները կրում ենք մենք եւ այսքան ժամանակ Հայաստանի անկախության շրջանում երբ որ իրենք տեսնում են այսպես ասած դրական պատուղների օրինակները երիտասարդության համար միշտ էլ քիչ է եղել եւ նաեւ կա այն մոտեցումը որ ցանկացած այսօրվա մշակվող ռազմավարության ապագա սպառողը երիտասարդությունն է եւ այս առումով էլ իրենք էլի կա անվստահություն չեն հավատում որ այդ ռազմավարությունները հենց իրենց կարիքներին են ուղղված մյուս կողմից մենք պետք է հասկանանք որ նաեւ կան այլ գործոններ հա արդեն գալով հենց մեր հետազոտությանը մենք պետք է հասկանանք որ Հայաստանում երիտասարդության կարծիքը այսպես օթից չի ձևավորվում եւ այստեղ կան շատ լուրջ միջամտություններ եւ այդ միջամտությունները իրականացվում են այնպես որպեսզի երիտասարդության շրջանում հենց այս բանին տեղի ունեցող հիմնարար քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղի ունենա անվստահություն
Եվ ինչպես է, հա, սա արվում է բազմաբաղադրիչ եղանակով։ Օրինակ հայտնի է նաև 23 թվականին էլ մի հետազոտություն կա, այս IRI-ի հարցումներով էլ ապացուցվում, որ երիտասարդությունը սոցիալական մեդիայում մանավանդ տրադիցիոն մեդիայում ինքը քաղաքական կոնտենտ սպառող չի, բայց ինքը էական ազդեցություն ունենում օրինակ ընտրությունների գործընթացի վրա, որտեղ վերջին 3 տարվա պարլամենտական ընտրությունների ոնց որ turnout-ը, հա, արդյունքները ցույց են տալիս, որ միջինում երիտասարդությունը կազմում է 10-ից 35 տարեկան մարդիկ 30%-ը ընդհանուր ընտրողներով, ովքեր գնում են ընտրատեղամաս։ Այս առումով, երբ որ թիրախավորվում է երիտասարդությունը, այդ վնասարար դերակատարները իրենք հասկանում են, որ երիտասարդությունը ընդհանուր առմամբ մի քիչ ավելի ուրիշ կոնտենտ է սպառում եւ այլն, եւ շեշտը դնում են տարատեսակ սնկային կազմակերպություններ ստեղծելու մեր երկրում եւ այդ կազմակերպությունների միջոցով ուղիղ հաղորդակցության միջոցով երիտասարդներին թիրախավորելու։ Այստեղ նաև երբ որ էլի մենք վերադառնում ենք եւ մեր հետազոտության եւ ամենատարբեր հետազոտություններին, սա իրականում կարելի է այս ինչ որ ասում եմ, իմ կարծիքը չի, ոնց որ կոնսենսուս ձևավորել, որ իրոք երիտասարդությունը առհասարակ Հայաստանում պատկերացումներ է կազմում արդի գործընթացների վերաբերյալ տետատետ շփումների, ընկերական միջավայրի, ընտանեկան հաղորդակցության միջոցով։ Եվ այս պարագայում ինչ է արվում, թիրախավորվում է երիտասարդական ակտիվին, ովքեր որ ազդեցություն ունեն իրենց անձնական միջավայրերի, լսարանների, մնացած հարցերի հետ կապված, եւ սկսվում է անվստահության քարոզը, կապված Հայաստանի հիմնականում ինքնիշխանության հետ կապ ունեցող կամ արտաքին քաղաքական այսպիսի որոշումների հետ։ Եվ սա նույնպես մենք պետք է հասկանանք, որ մենք չենք կարող, հա, իրականում մեր հասարակությունը լավ քաղաքականացված է, կապ չունի, որ այս հարցումների response rate-ը 22% է, հա։ Բոլորն էլ հետաքրքրված են դրանով, խոսում են, օրինակ ամենտեղ, երթուղայիններում, բակերում եւ այլն, եւ այս պայմաններում փորձ է արվում կոնկրետ դերակատարների կողմից անվստահության մթնոլորտ սերմանելով ձեռս պահել երիտասարդությանը, որպեսզի իրենք օրինակ մեկը, ասենք, կլինի խաղաղության գործընթացը, ռուսական ազդեցության նվազեցմանը, կամ ինչ-որ նորարար այնպիսի, հա, քաղաքական ակտերին, որոնք օրինակ կբերեն առավել ինքնիշխան որոշումների կայացմանը երկրում, որ այս գործընթացների նկատմամբ լինի անվստահություն։ Իսկ ոնց դա պետք է արվի, այդտեղ պետք է խաղան վախերի վրա, այդտեղ պետք է տարածվի դիզինֆորմացիա, հա, այդտեղ օրինակ պետք է արդեն անվստահություն սերմանել այդ դերակատարների նկատմամբ։ Մյուս հանգամանքն է նաև ուսանողների հետ կապված խնդրը, որը Restart հիմնադրամը 8 տարի է բարձրաձայնում է։ Պրոֆեսորա դասախոսական անձնակազմային դիսցիպլինների պետական բուհերում, հա, որոնք որ ասենք կոչված են օրինակ բացատրելու մարդկանց ինչ է ժողովրդավարությունը, վստահությունը ինստիտուտների նկատմամբ, պետական ամետ մտածելակերպ եւ այլն, իրենք պրոռուսական դերակատարին պատմականներ են։ Հիմա այս խնդիրը իհարկե իշխանությունը չի լուծել, երևի ոչ թե դրա համար որ չի ուզում, այլ ի վիճակի չի, չունի բավարար գիտելիք ու կարողություն դա լուծելու, դա աշկաթող է արված ու դա շատ լավ երևում է մեր անձնական փորձով։ Մենք օրինակ 2000 մարդու, հա, մենք անձնապես ինտերվյու ենք անում, որ ընտրենք մեր ամենատարբեր ծրագրերում, որ այս առիթը օգտագործելով իրենց տասենք հարցեր։ Օրինակ ամենատարբեր երևույթների հետ կապված եւ մենք տեսնում ենք, որ օրինակ այն ուսանողները, ովքեր որ գալիս են առավել հումանիտար եւ սոցիալական գիտությունների դիսցիպլիններից, իրենք ավելի հակված են ռեպլիկացնելու այն վնասարար նարատիվները, որոնք որ նետվում են դաշտ օտար դերակատարների կողմից, քան օրինակ ֆիզիկայի ֆակուլտետում մնացած տեղերում սովորող երիտասարդները։ Այսինքն սա էլ է մյուս բայց այս խնդրը նաև էլ ավելի խորքային է, այսինքն այստեղ կա նաև խորհրդային շրջանում առաջնային սոցիալականացման փուլ ապրած ծնողներ, ովքեր որ ունեն, ասենք, հստակ պատկերացումներ, հնացած պատկերացումներ, հա, ընդհանուր աշխարհընկալումներ կյանքի մասին, մյուսը եւ իրենք ինտերվենցիա են իրականացնում այդ երիտասարդների դաստիարակության տեսքով, նաև օրինակ կոնկրետ արական սերի ներկայացուցիչ երիտասարդների համար ռոլ մոդել է, հա, իրենց հոր մոդելը, ասենք, որ 90-ականների բարդ իրավիճակում է, հա, ապրել եւ այլն, այսինքն շատ խորքային է, սրա մասին շատ երկար կարելի է խոսել, բայց այս համախմբությունը, երբ որ մենք նայում ենք, խնդրեմը մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ այս տենդենսները գլոբալ են։ Այսինքն այնպես չի, սա հատուկ է միայն Հայաստանին։ Ամբողջ աշխարհում էլ կա այդ անվստահությունը, օրինակ մենք տեսնում ենք հենց դե 2000-ականներից հետո ծնված երիտասարդ, ասում են Gen Z, օրինակ մենք տեսնում ենք, որ այս սոցիալական խումբը առհասարակ կտրված է, հա, եւ իրենց համար այս ժամանակակից քաղաքական կառավարման համակարգերը, որ կան, չեն բավարարում այն ակնկալիքները, որը իրանց մոտ ձևավորվում է։ Իրենք առհասարակ ապրում են ուրիշ տեսակի աշխարհում եւ այն ինտերվենցիաներն, որ իրականացնում են պետական ինստիտուտների բանի մյուս կողմից, սրանք ուղղակի չեն համապատասխանում եւ իրենց ակնկալիքներին եւ մեթոդապես է իրենց խորթ են։ Ես ամենահասարակ օրինակը կարամ բերեմ, երբ որ Հայաստանում փորձ է արվում, օրինակ,
բանով պետական ինստիտուտների կողմից թմրամիջոցների դեմ օգտագործման պայքար իրականացնել, հա, ու ասենք դրա շրջանակներում մշակում են այնպիսի սոցիալական գովազդներ, որոնք երիտասարդության շրջանում դառնում են ծաղրի առարկա։ Այսինքն առհասարակ այդ լեզուն իրանց համար ընդունելի չի, այդ մեթոդաբանությունը իրանց համար ընդունելի չի, այդ խոսույթը, հա, ծանր թմրամիջոցների ու թեթև, հա, ներգործող, օրինակ մարիխուանայի ու այդ մի քիչ շատ են խորանում, բայց այս շատ կարևոր է, ասենք ներկայիս երիտասարդությունը դրանք նույնական չի համարում։ Հիմա իրար լեզվով չեն այո, իրանք իրար լեզվով չեն խոսում, այստեղ տեղի ունենում խզում եւ հետեւապես այնպես է ստացվում, որ երիտասարդությունը կապ չունի ընդհանուր առմամբ այդ քաղաքական էլիտայի, պետական ինստիտուտների, բուհերի, մյուս կողմից եթե թվերը նայեք, օրինակ ամեն տարի ավելի քիչ երիտասարդ է ընդունվում պետական բուհեր, որովհետեւ պետական բուհերի այդ տրված կրթությունը չի համապատասխանում այդ աշխատաշուկայի պայմաններին եւ իրենք դա են համարում անիմաստ ու ամենափոքր սեգմենտով բուհ ընդունվող երիտասարդները հենց բնակվում են Երևանում։ Եթե ասենք հիմա մենք Արփստատով նայենք, թե Երևանաբնակ երիտասարդների քանի տոկոսն է ուսանող, այ պետական առհասարակ բուհերում, ոչ առհասարակ բուհերում քանի տոկոսն է ուսանող, առհասարակ սա հայտարարակ շատ թիվ է, շատ փոքր տոկոսն է, բայց կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց դա շատ քիչ տոկոս է, որովհետև հիմնականում մարզաբնակ երիտասարդներն են գալիս Երևանի պետական բուհեր, դրա դրդապատճառն էլ ոչ թե կրթությունն է, այլ ներքին միգրացիան, որ գան Երևան։ Հասկանալի է։ Նույն հարցը։ Ինչի մենք ունենք սենց բարձր տոկոսի անվստահություն բոլորի հանդեպ ըստեյության։ Մենք բացի անվստահությունից մի քիչ ուրիշ կատեգորիաներ էլ օգտագործենք, օրինակ օտարման կատեգորիան։ Երբ որ մենք հիմա հնդածս անում ենք հետազոտություն 18-ից 30 տարեկան երիտասարդների շրջանում, ընդհանուր առմամբ հասկանալու իրենց քաղաքական ընկալումները, պատկերացումները եւ նաեւ հարաբերությունները տարբեր ինստիտուտների հետ, ես շատ համաձայն եմ Յուրի ընդհանուր դիտարկումների հետ, մենք էլ շատ արձագանքում ա մեր ստացած պատկերներին, բայց այստեղ խոսքը միայն անվստահության մասին չի, ընդհանուր առմամբ իսկապես ոնց որ այս ինստիտուտները, այս քաղաքական դիսկուրսները եւ ընդհանուր առմամբ գերքաղաքականացված այս մեր իրականությունը ռելևանտ չի թվում երիտասարդների առօրյային, իրենց կարիքներին, մտահոգություններին եւ այսպես կա մեծ դիմադրություն եւ օտարում այս ինստիտուտների նկատմամբ, թեև կա տեղեկացվածություն, այսինքն մարդիկ կարդում են, գիտեն, բայց մի տեսակ շատ դա գիտակցված, այսինքն այնպես չէ, որ ապատիկ տեղից է գալիս, շատ գիտակցված որոշում է, օրինակ չմասնակցելը, գիտակցված որոշում է օտարվելը, որովհետև իսկապես չեն համարում երիտասարդները, որ այս ինստիտուտները եւ այս քաղաքական գործիչները ներկայացնում են իրենց կարիքները եւ իրենց շահերը, եւ այո, հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմը իր դերը խաղացել է, ես նաև շատ նկատում եմ մեր հետազոտության շրջանում այդ մետանարատիվները ինչքան են վերարտադրվում երիտասարդների կողմից, օրինակ խաղաղությունը իրական չի, սա բանա հանգիստ շրջանա փոթորիկից առաջ, այսինքն ինչ որ sense նարատիվներ, որ մեր մեդիա դաշտում կան, ոչ մեկին չի կարելի վստահել, բոլորը նույնն են, այս տիպի ինչ որ բաներ, որոնք ոչ թե այդպես ներքնայնացված կամ դիրքորոշված կարծիքներ են, այլ ավելի շատ այդպես վերարտադրություններ են այդ նարատիվների, մի տեսակ կրկնվող անընդհատ բաների եւ մեծ հաշվով նաեւ պետք է նաեւ առերեսվել այս փաստին, որ երիտասարդները այո հաճախ չունեն կարծիք այս կամ այն երևույթի շուրջ լավ է թե վատ ժողովրդավարությունը, հիմա խաղաղությունն է թե խաղաղություն չի, իսկապես մարդիկ չեն արտիկուլացնում սրանք երիտասարդները, որովհետեւ մի տեսակ չեն համարում սրանք հողին կպած, իրենց կյանքի փորձառությունների, կարիքների, այն խնդիրների հետ, որ իրենք ունեն, դրա հետ փոխառնչության մեջ։ Այսինքն սրանք այսպես ավելի մեծ հարցեր են եւ այստեղ շատ ուրեմն նյութ կա եւ ռեֆլեքսիայի անելու համար եւ հասարակագետների եւ երիտասարդների հետ աշխատողների համար եւ ընդհանուր առմամբ նաեւ պետք է հասկանալ, որ մի տեսակ մեր իրականությունը շատ ավելի բարդ է, քան այն մեթոդները, նույն հարցման մեթոդները կամ հետազոտական մեթոդները, որոնցով մենք փորձում ենք
այդ իրականությունը հասկանալ։ Եվ նույն այդ քանակական հարցումներն էլ, որոնք իբրև թե այդպես չեզոք օբյեկտիվ հայելիներ են հանրության, պետք է ի վերջո ասել, հստակ ձևակերպել, որ ոչ, դրանք այդպես օբյեկտիվ, նեյտրալ, չեզոք բաներ չեն, դրանք շատ կոնկրետ գործիքներ են, մեթոդաբանություններ են, ոչ այնքան կարծիք ստանալու, այլ հաճախ նաև հարցումների միջոցով եւ դրանցից ստացված պատասխանների միջոցով որոշակի հանրային կարծիք ձևավորելու, ուղղորդելու համար եւ մեխանիզմը կասեք, այ ոնց է, օրինակ հարցումը հրապարակվում, ոնց է դա ազդում հանրային կարծիքի ձևավորմանը։ Օրինակ կարող է ինչ-որ մի շատ մեծ տոկոս երևա, որ այս կամ այն քաղաքական ուժին մեծ այդպես հանրային աջակցություն կա, դա այդպես կարող է շատ տիրաժավորվել այդ քաղաքական ուժի կողմից, մեդիայի կողմից եւ նաև կա հանրության մեջ այդպես մի միտում մեկուսացված չլինելու եւ երբ որ կա ինչ-որ այդպես դոմինանտ գերակա կարծիք, նաև կա այդ միտումը մի տեսակ լինել այդ կարծիքի ներքո, չընդդիմանալ դրան, ուրեմն եթե, չգիտեմ, այսքան տոկոսը վստահում է այս քաղաքական գործին, ուրեմն երևի մարդիկ մի բան հասկանում են, երևի մենք էլ պիտի վստահենք այս մեծամասնության հետ լինել, կիսել մեծամասնության կարծիքը եւ այդպես տարբեր գործիքներ կան, հա, օրինակ, չգիտեմ, նաև պետք է հասկանալ, որ այս խոսակցությունները մեդիայում շատ քիչ են, հա, հասարակագիտության հարցումների նպատակի մասին, օրինակ անընդհատ Ռոբերտ Քոչարյանն ասում է, սոցիոլոգիան ասում, այսինքն մենք տեսնում ենք նաև քաղաքական գործիչները ինչպես են գործիքայնացնում, սոցիոլոգիան ինչպես են գործիքայնացնում հանրային կարծիքի ուսումնասիրությունները եւ հաճախ նաև ապալեգիտիմացնում, որովհետեւ երբ որ դրանք այդպես շատ ուղիղ կապվում են այս կամ այն քաղաքական ուժի հետ, մարդիկ մի տեսակ ավելի անվստահություն են զգում։ Եվ նաև երիտասարդներին վերադառնալով կուզեի ասեի, որ իրապես երիտասարդները այս process-ները լավ պատկերացնում են, հասկանում են եւ ընդհանուր առմամբ այդ գիտակցության մեջ են, որ իրենց փորձում են բոլորը խաբել։ Սա մի տեսակ շատ նաև վտանգավոր տենդենց է, որը ես համաձայն եմ բնորոշ չի միայն Հայաստանին, սա ընդհանուր առմամբ այդ հետ ճշմարտության մեր իրականությունն է, որտեղ ոչինչ միանշանակ չի, բոլորը մեղավոր են, բոլորը վատն են, ժողովրդավարությունը դեռ չգիտենք լավ է թե վատ, խաղաղությունը դեռ չգիտենք լավ է թե վատ, այսինքն ընդհանուր առմամբ մենք գործ ունենք այս անհենարան դրության հետ, եթե կարող ենք այդպես ասել, որովհետև մենք չունենք վստահության հենարաններ, չկան ինստիտուտներ, մարդիկ, որոնք որ կտան հանրությանը եւ հատկապես հանրության կոնկրետ խմբերի այդ վստահության հենարանը, եւ այդ անհենարան դրության մեջ ոչինչ միանշանակ չի, բոլորը անվստահելի են։ Երկու բան եմ ուզում արձագանքեի, պարոն Ավագյան, ձեր խոսքից իմ մոտ տպավորություն ստացվեց, որ մենք մի հատ sense абսուրդային իրավիճակում ենք ապրում, երբ որ սոցիալական ուրեմն գիտելիքին ավելի շատ հաղորդվածություն ունեցող մարդիկ ավելի են վնասված կարծես, ուրեմն վնասակար, այսպես հակաժողովրդավարական, հակաիրավական նարատիվներով, այսինքն ոնց որ ինչքան ավելի մարդ կրթված է, այնքան ինքը ավելի տոգորված է վնասակար եւ հակաժողովրդավարական նարատիվներով, ինչը հետաքրքիր բան է, էլի, sense հակասություն է առաջին հայացքից եւ երկրորդը հարգելի գործընկերներ, երկրորդ այդ խոսքերի մոտ տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանում sense մեծ խնդիր կա, որ այն ինչ որ հուզում է եւ անհանգստացնում է մարդկանց, շատ հաճախ չի գտնում իր քննարկումը, իր ուրեմն բարձրաձայնումը, այսպես լայն քաղաքական, լայն մեդիա, լայն հասարակական այդ բան, առաջնակարգ քննարկումների մեջ, այսինքն այն ինչ որ քննարկվում է Հայաստանում, շատ հաճախ այն ինչ որ Հայաստանում հասարակական լայն շերտերին հուզում է, այդում նաև երիտասարդությունը։ Ինչ կասեք։ Ես իրականում ամբողջապես չէի համաձայնվի այդ պնդման հետ, որովհետև դոմինանս թեման, որ հետաքրքրում է, դա անվտանգությունն է եւ անվտանգության կոնտեքստում ապագան, այսինքն ինչքանով է հնարավոր պլանավորել ապագան այս երկրում։ Ես կարծում եմ, որ երիտասարդության շրջանում սա այս դոմինանտ հարցերից մեկն է։ Մյուս կողմից, երբ որ մենք խորանում ենք ավելի որակական մակարդակով, թե երիտասարդը ինչ է ուզում, մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք մարդու հետ, ով այն տարիքային փուլում է, ով որ փնտրում է նոր հնարավորություններ, կարիերայի հնարավորություններ, կյանքի համար հնարավորություններ։ Եվ այո, թեև կա
այստեղ դոմինանտ է երիտասարդության շրջանում հարց, որ իրենց հետաքրքրում է, բայց դա ձևակերպել որպես հասարակական հարց մի քիչ դժվար է։ Այսինքն հիմա բոլորն էլ ունեն լավ կարիերայի, լավ աշխատանքի մյուսի կարիք։ Իհարկե մենք դա կարող ենք ընդհանուր առմամբ տեղադրել օրինակ աշխատաշուկայի պահանջների, աշխատատեղերի ստեղծման նման հարցեր, բայց այստեղ խնդիրը բուն աշխատատեղը չի, այստեղ խնդիրը աշխատատեղի որակն է, եւ այստեղ խնդիրը մոտավորապես իր ապագայի ձևաչափն է, հա, պերսպեկտիվան։ Այո, ինչպես են երիտասարդները պատկերացնում, ու դա է նաեւ պատճառը, որ երիտասարդները շատ ժամանակ քաղաքական հայացքների առումով հեղեղուկ են, որովհետեւ իրենք նաեւ ակտիվը, հա, երիտասարդության փնտրում է հնարավորություններ եւ շատ ժամանակ ինքը իր պատկերացումները փորձում է հարմարեցնել դոմինանտ քաղաքական կուրսի հետ։ Իսկ եթե մենք այստեղ օրինակ կոնկրետ առանձնացնում ենք քաղաքացիական եւ քաղաքական կյանքում հնարավորություններ փնտրող երիտասարդներին, ովքեր լրիվ ուրիշ սեգմենտ են, ընդհանուր առմամբ ասենք IT-ում իր կամ բիզնեսում իր համար հնարավորություն փնտրող ուրիշ սեգմենտ է, այստեղ մենք ուզենք թե չուզենք, այդ երիտասարդությունը պետքա գնա, պետքա ձգտի դեպի արկա քաղաքական կոնյունկտուրա։ Այսինքն ինքը մենք անընդհատ խոսում ենք սուբյեկտայինության մասին, որ պետք է իրենք քաղաքական օրակարգ թելադրեն, բայց երիտասարդությունը դա կարող է անել ռեակտիվ եղանակով, ոչ թե պրոակտիվ։ Այսինքն կարող է որոշակի շարժման շրջանակում, օրինակ ոնց որ 2017 թվականին մենք արեցինք, հա, տարկետման թեմայով։ Ենթադրենք մենք հասկանում ենք, որ դա խնդրեմ է, ռեակտիվ տարբերակով համախմբեցինք ուսանողությանը, փորձեցինք այդ հարցը հասցեագրել, բայց այնպես չի, որ մենք կարող ենք պրոակտիվ առումով այդ հարցը լուծել։ Հետևաբար այստեղ ինչ որակի քաղաքական ուժ լինի, այս երիտասարդության քաղաքացիական ու քաղաքական ակտիվը տարալոցվելու է այդ որակի քաղաքական սեգմենտի մեջ։ Եվ դրա օրակարգերի հետ ռեակցիան իր տալու։ Իհարկե, որովհետև իրենք անընդհատ որպես ինչքան էլ մեկ չասենք, բայց որպես կրտսեր մասնակից, հա, օրինակ ասենք 21 տարեկան երիտասարդը, երբ որ նոր է հայտնվում այդ միջավայրում, բնականաբար այնպես չի, որ ինքը կարող է, հա, ամբողջը վերցնի իր ձեռքը, սկսի օրակարգ թելադրել, սա շատ քիչ է հավանական։ Մյուս առումով, երբ որ արդեն ընդհանուր երիտասարդության են գալի վերացարկվելով, հա, այս քաղաքական ակտիվից, այստեղ արդեն մեծ խնդիրն է հնարավորությունները ու սոցիալական խնդիրները։ Ու այս առումով մենք ուշադրություն չենք դարձնում մարզաբնակ երիտասարդությանը, որ իրականում շատ աղետալի իրավիճակ է այնտեղ։ Երբ որ մենք նայում ենք Արցախի տվյալներին, տարեկան միջինում 4000 մարդ գալիս է եւ մշտական բնակություն է հաստատում Երևանում։ Ես վստահ եմ դրա բացվածքը Արցախում չկա, թե քանի ինչ տարիքի մարդիկ են, հա, իրենք, բայց ես վստահ եմ, որ գերակշռող մեծամասնությունը հենց երիտասարդությունն է։ Եվ այս առումով մենք պետք է հասկանանք, որ օրինակ մարզաբնակ երիտասարդը ինքը կրկնակի խնդիր ունի, ինքը արդեն իսկ գիտի, որ իր բնակավայրում, հա, իր գյուղում, իր հեռավոր քաղաքում ինքը ուժը արդեն իսկ ապագա չի ունենալու եւ մի բան էլ ինքը բախվում է նոր միջավայրին ինտեգրվելու, ավելի, այսպես ասած, հանդիկապ իրավիճակից է էլի մուտք գործում կյանք։ Այսինքն սոցիալական ընդհանուր դրությունը երկրի շատ մեծ կապ ունի այս առումով։ Եվ իմ ասածը հենց նա էր, որ սոցիալական դրությունը մարդկանց հնարավորությունները ամեն դեպքում ինչքան որ ես եմ տեսնում Հայաստանում ամենակննարկվող թեմաները չեն։ Այո, որովհետև մարդը չգիտի ինքը հիմա անկախությունից եթե նույնիսկ հնարավորությունը կա մնալու է այս երկրում թե չէ։ Բազմաթիվ մենք փաստագրված դեպքեր ունենք, չէ՞, որ մարդիկ Սլովակիայի քաղաքացի են դառնում, որ բանակում չծառայեն։ Բազմաթիվ մարդիկ իրենց երեխաներին դարձնում են Ռուսաստանի քաղաքացի, բայց ապրում են ստեղ։ Նույնիսկ հետագայում քաղաքականությամբ են զբաղվել, արդեն ուրիշ հարց։ Համեցեք։ Ձեր հարցին վերադառնալով ինչ են հումանիտար եւ հասարակագիտական կրթությունը բանանում, հա, թվում է թե պիտի ավելի բաց միտք ձևավորի, բայց ես կարծում եմ այստեղ մենք պիտի ընդունենք, որ հաճախ մեր հումանիտար եւ հասարակագիտական մտքի կրթողները բավական պահպանողական, ազգայնական, հա, այդպես նաեւ դիրքերից են կրթություն տալիս, մեր պատմագիտությունն է շատ ազգայնական, մեր տարբեր սոցիալական հարցերին դիտելու ձևերն են, հա, մի տեսակ այդպես շատ նեղ, փակ, մի տեսակ մեր այդ ազգայինից դիտելու մարմաջով, հա, երկար տարիներ տառապել եւ այո, մենք տեսնում ենք, որ շատ հաճախ հումանիտար ոլորտից դուրս եկած մարդիկ կարող են նաեւ վերարտադրել այս նույն բաները, պահպանողական
գաղափարները մյուս հարցի հետ կապված ընդ որում ոչ միայն խնդիրը պահպանողականն է, ավելի շատ ինձ թվում է խնդիրն է, որ ավելի շատ հումանիտար կրթությունից եկած մարդիկ չեն հավատում ընդհանրապես ժողովրդավարությունը հնարավոր է, որ կան ժողովրդավարական ինստիտուտներ, որ ժողովրդավարական ինստիտուտներ կան աշխատեն։ Իսկն դա ես չէի կապի օրինակ որտեղ պահպանողականը կարա ժողովրդավարական ինստիտուտներով ոնց որ ասած ստոգրված շրև հավատա այդ ժողովրդավարական ինստիտուտներին, հա։ Իսկն այդտեղ ավելի շատ ես տեսնում եմ գիտեք ռուսական հումանիտար մտքի լուրջ ազդեցություն, որովհետև հետխորհրդային, որովհետև հենց այնտեղ է դա դոմինանտ ոնց որ ասած տեսակետ, որ մեր մոտ ժողովրդավարություն չկա, բայց ժողովրդավարություն աշխարհում ոչ միտեղ չկա։ Եվ նաև ընդհանուր առմամբ կուզեի նաև անդրադառնալ, ես համաձայն եմ, որ կա այդ ապագայի, հա, իդեան եւ ապագայով անհանգստությունը շատ հիմնարար է երիտասարդների շրջանում, բայց վերադառնալով նրան թե ինչ հարցեր են դուրս մնում մեր ընդհանուր առմամբ օրակարգերից, մենք տարիներ շարունակ հետազոտել ենք հանրային մտահոգությունների սպեկտրը Հայաստանում, թե միջև պատերազմը, թե պատերազմից հետո մշտապես սոցիալ-տնտեսական հարցերը եղել են առաջին տեղերում, եթե պատերազմից առաջ դրանք չէին կապվում, հա, այդ ձգձգված կոնֆլիկտի չհանգուցալուծված անվտանգային իրավիճակի հետ, պատերազմից հետո մարդիկ ինձ թվում է եւ մեր հետազոտություններն են ցույց տալիս, որ ավելի բաց են դարձել այդ կապերը ավելի այդպես ուղիղ առանց վախենալու արտիկուլացնելու, բայց մի տեսակ Նաև կա այդ դոմինանտ մոտեցումը, որ բոլորս պիտի այդպես անընդհատ տագնապի մեջ լինենք մեր անվտանգային հարցերի առումով եւ եթե մենք չենք մատնանշում դա որպես մեր հիմնարար խնդիր, դա ուրեմն մենք այդքան էլ բավարար հայրենասեր չենք, մենք նյութապաշտ ենք, մենք մեր առողջության մասին ենք մտածում, մենք աղքատության մասին ենք մտածում, այսինքն սա էլ տեղ ունի, սրա մասին էլ պիտի մտածենք Երիտասարդների առումով հա կան այս մեծ մտահոգությունները, բայց կան նաև հատկապես մարզային երիտասարդների շրջանում շատ կոնկրետ նյութական, նյութեղեն խնդիրներ, տրանսպորտի խնդիրը, ինֆրաստրուկտուրայի հարցը, ժամանցի տեղերը եւ մարդիկ տեսնում են, երբ որ դու խորանում ես ավելի այդպես հարցեր ես տալիս, իհարկե սկզբում այդ անվտանգությունն է եւ այլն, բայց հետո տեսնում ես, որ մարդիկ նաև ունեն այդ մտահոգությունները, որոնք շատ ուղիղ կապված են իրենց կյանքի որակի հետ, բայց գուցե այդ հարցերը այդքան էլ այդպես մեծ գրավչություն չունեն հայրենասիրության տեսանկյունից խոսելու, բայց ընդհանուր առմամբ ես նաև կուզեի այսպես խոսքս ավարտել այդ հենարանների մասով եւ երբ ես ասեցի եւ դա կապելով Յուրի ասածին, իսկապես հետաքրքիր միտում էր տեսնել երիտասարդների շրջանում այդ ոնց որ մի տեսակ հետ վերադարձը ընտանիք որպես այդ վստահության հենարան, մի տեսակ թվում է, որ երիտասարդները այդ ավելի պրոգրեսիվ, չէ, մի տեսակ ընտանիքից կտրվելու այդ բանը պիտի ունենան, բայց այս անվստահության պայմաններում ընկերության շրջապատը, ընտանիքի շրջապատը դառնում են այն ոնց որ տեղերը, որտեղից որ երիտասարդները փորձում են կարճել ավելի իրենց վստահ զգալու համար եւ հենարան ունենալ եւ այստեղ պետությունը մի տեսակ նաեւ շատ օտարված է դառնում, երբ որ մենք էլի հետ ենք գնում այս ընտանեվարական մոդելին, պետությունը մի տեսակ շատ հեռու մեծ սուբյեկտ է, որը ոչ միայն վստահություն չի ներշնչում, այլև ռելևանտություն չունի եւ հենարան չի եւ երիտասարդները օրինակ իրենց սուբյեկտությունը ավելի շատ տեսնում են իրենց համայնքի մակարդակում ինչ որ բաներում ներգրավելով փոփոխություններ բերելով, բայց ոչ պետության մակարդակով, որովհետեւ դա ինչ որ իմաստով շատ հեռու է եւ օտար։ Հարգելի գործընկերներ, վերադառնալով հարցման ARI-ի, այնտեղ բավականին հետաքրքիր պատկեր կար, ուրեմն այն մասը, որը որ ոչ թե չէ վստահում բոլորին, այնիշու մեկին գոնե վստահում էր, այդ պատկերի հետ կապված, այսինքն մի կողմից Հայաստանի ներսում դեռ տարբեր հարցեր կան, ում կընտրեք, ում եք վստահում եւ այլն, այդ պատկերից ինչն է ձեզ հետաքրքրել եւ ինչը կուզեիք առանձնացնեք եւ միանգամից ուզում եմ դա համադրել արտաքին քաղաքական նախապատվությունների հետ, որտեղ ինչքանով որ ես տեսա, այնտեղ կային որոշակի լուրջ հակասություններ, հա, թե մարդիկ ներքին քաղաքականության մեջ ում են վստահում եւ արտաքին քաղաքականության մեջ ինչ են ուզում։ Նախ քաղաքական ուժերի վստահության վերաբերյալ հարցերով մի քանի տեսակի հարցեր կար, հա, որ կոնկրետ քաղաքական գործին եք վստահում, որի պարագայում 20% առաջի եւ երկրորդ պատասխաններով Նիկոլ Փաշինյանն էր, 10%-ը Սամվել Կարապետյանը, 3% Ռոբերտ Քոչարյան, 3% Գագիկ Ծառուկյան եւ այնտեղ արդեն 2-ից ցածր տոկոսներ։ Մյուս
կարևոր հարցում այս կոնտեքստում թե ում կընտրեիք, եթե ընտրություններ լինեին Գալիկ Կիրակի, մենք ունենք 24% ՔՊ, մենք ունենք այդտեղ 10% էլի Սամվել Կարապետյան, 5% Ռոբերտ Քոչարյան, 3% Գագիկ Ծառուկյան, բայց կարծում եմ ամենակարևոր հարցը, որ քաղաքական առումով պատասխանում էր այս հարցումը, դա մասնակցողների շրջանում թե իրենք ում կընտրեին, այսինքն երբ որ ոչ թե ընդհանուր նույնիսկ չմասնակցողներն են սրան պատասխան, այլ հենց մասնակցողներն էլ, որի արդյունքում պարզ է դառնում, որ 29% քաղաքացիական պայմանագիր, 11% մեր ձևը եւ այսպես շարունակ։ Հիմա այս վերջի ամենակարևոր հարցից մենք ինչ ենք ենթադրում, որ այս պայծրությամբ իհարկե Սա տեսեք, կարևոր է հաշվի առնել, որ օրինակ վարչական ռեսուրսը այստեղ հաշված չի, հա, պետքա օրինակ անպայման խոսալ ընտրությունների արդյունքում դրանից, որովհետև մենք դրա օրինակները, ասենք Երևանի ընտրությունների մակարդակով տեսել ենք, եղել է վարչական ռեսուրս եւ հավանաբար նաեւ այս ընտրությունների ժամանակ կլինի։ Մյուս կողմից պետք է տեսնենք, որ քանի որ ինչքան ընտրության օրը մոտենա, այնքան լարվելու է իրավիճակը, բոլոր քաղաքական ուժերը փորձել են առավելագույնը անել եւ երբ որ այս կոնտեքստում մենք դատում ենք, թե որ ուժը ինչ կարող է անել, այստեղ նույնպես ԿՊ-ն առավելություն ունի, որտեղ մենք գիտենք, որ մայիսի 4-ին եվրոպական բարձր քաղաքական գագաթնաժողովն է տեղի ունենալու, վստահաբար նաև այստեղ նախընտրական անակնկալներ, ոնց օրինակ առողջական ապահովագրություններ, թոշակներ, այդպիսի անակնկալներ կլինեն, եւ նաև սրան գումարելով վարչական ռեսուրսը, այս պայծրությամբ կոնկրետ ինձ համար մի քիչ այնպիսի իրավիճակ է, որ իրենք 50+ մասնակցողների շրջանում կհավաքեն, եթե սա փորձեմ ես զուտ քաղաքական գնահատականը տալ, հա, որպես ընտրության արդյունք, վատ կողմը այն է, որ մենք ունենալու ենք նույնաբովանդակ խորհրդարան։ Այսինքն այնպես չի, հիմա ժողովուրդը պետք է հասկանա, որ այս պահին ինչ խորհրդարան ունեն, մոտավորապես նույն բանն է լինելու։ Այնտեղ մի քիչ գործող անձին կարան տարբերվեն, բայց բովանդակային առումով նույն բանն է։ Մի քիչ օրինակ կարող է, ասենք, աշխատատեղերից խոսեն կամ չգիտեմ ինչից խոսեն, բայց ընդհանուր առմամբ նույն էս արտաքին քաղաքական խժդժոցը մյուսը վերադառնալով հա, այդ արտաքին քաղաքական կողմնորոշումների շատ հետաքրքիր է, որ 43%-ը մատնանշում է, որ հիմնական գործընկեր համարում է Ռուսաստանին եւ 42%-ը համարում է ԱՄՆ-ին եւ 37%-ը համարում է Իրանին, եւ աշխարհում նայեք այսպեսի հասարակություն գոյություն չունի առասարակ, բայց սա ի՞նչն է, հա, գլխավոր մեսիջը, նախ այնպես չի 3% շեղում ունեն այս հարցումները, տեպապես այդ 42-43-ը կարանք ասենք ինքը հավասար է, այսինքն սա դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն ունենալու, բոլորի հետ լավ լինելու, քիչ թշնամիներ ունենալու պատվերն է ժողովրդի, այո, սա ժողովրդական ձևավորված պահանջն է, ու սա ես վստահ եմ, որ նաև չի արտացոլվում միայն այս հարցումներով։ Առօրյայում էլ նույն ասենք մնացած ամենատարբեր սեգմենտի մարդկանց հետ շփվելուց հասկանում եք, որ այո, բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանը այնպես չի, որ պետք է մի հատ ինչ-որ հիմնական դաշնակից ունենա կամ մի քանի, ինչպես օրինակ որոշ քաղաքական ուժեր են ասում, այլ պետք է հնարավորինս լավ հարաբերություններ կառուցի եւ բոլորի հետ։ Եվ այստեղ մենք պետք է հիմնական գործընկերը որպես ռուսամետություն չընկալենք, հա, որովհետեւ սա դրա մասին չի խոսում։ Հիմա պատկերացնենք, օրինակ այս հարցումներից մեկի շրջանում զանգարել են օրինակ Արարատի մարզի ինչ-որ բնակչի, ում օրինակ հայրը վաղը լոլիկ է բարձելու սպայկաֆուռը եւ գնա Ռուսաստան։ Այսինքն այստեղ մարդիկ նաեւ այդ բնական տնտեսական, էներգետիկ կախվածությունները արկա իրավիճակում ես կարծում եմ, որ սա շատ բավականին բանական է, այսպես հասուն քաղաքական կեցվածք է, ի տարբերություն այն քաղաքական ուժերի, որ կա, ինչը իմ կարծիքով անոմալի կա մի քիչ, որտեվ սովորաբար հակառակն է լինում, ժողովուրդը ավելի հավաքական կերպարով ռոմանտիկ է ալնում, քաղաքական ուժերը մի քիչ ավելի։ Դա շատ հետաքրքիր է, որ Հայաստանում հասարակությունը շատ ավելի պրագմատիկ է։ Բայց հասարակությունը հստակ պահանջ է ձևավորել, որ մենք չենք ուզում ծայրահեղություններ, մենք ուզում ենք բալանսավորում եւ մենք հասկանում ենք ինչա կատարվում, կախվածություններն է գիտենք նաեւ որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը եւ նոր անվտանգային ճարտարապետության ձևավորումը հիմա արկա պայմաններում դա է, պետք չի դա փլուզել, այսինքն սա ընդհանուր առմամբ ես շատ ուրախանում եմ այդ հարցումների այդ պատկերից։ Իհարկե նաեւ այստեղ պետք է հաշվի առնենք, որ կա ուրիշ ցուցանիշ, ըստ որի սպառնալիքները, հա, ում են համարում շատերը կպնդեն, որ օրինակ Ադրբեջանը կամ Թուրքիան 10-ական տոկոսներով նվազել են, ես դա այդքան էական տեղաշարժ չէի համարի, բայց դա նորմալ է, բնականաբար որ դեռևս շարունակվում է այդ սպառնալիքի ընկալումը, որտեղ շատ ժամանակ չի անցել հարյուրայնությունից, միևնույն այնպես չի խոսույթ հայո, ոչ մեկ չի կարող բանավիճել, դա դեմագոգիա կլինի դրա դեմ բանավիճել, որ Վաշինգտոնի հռչակագրից հետո Ադրբեջանի խոսքը մեղմվել է, իրոք մեղմվել է, բայց դա էական դեռևս անվստահությունը պահպանվում է, ինչը նորմալ է։ Մյուս կողմից նաև 29%-ը
Ռուսաստանին համարում է սպառնալիք, սա մենք պետք է հասկանանք, որ ընտրության գնացող մասսա է, այդ 29%-ը հաստատ ընտրության գնացող մասսա է, եւ եթե Հայաստան օրինակ ժողովրդավարական, հա, արևմտամետ ուժերը կարողանային համախմբվել, այս 29%-ը ավելի քիչ հավանական է, որ սպառնալիք համարող Ռուսաստանին հենց ԿՊ-ին կընտրեր, այլ կընտրեր ավելի այլընտրանքային ուժի, որովհետեւ մենք պետք է հաշվի առնենք, ինչքան մարդկանց սենտիմենտները չասեմ ռադիկալ են, հա, ինչքան ավելի սուր են, այնքան ավելի գործողության պատրաստ են այդ մարդիկ։ Հետևաբար ես կարծում եմ, որ սա կոնկրետ ընտրազանգված կարող է լինել, բայց քանի որ միավորում չեղավ այդ ուժերի մեջ, այս մարդկանց մեծամասնությունը կընտրի ԿՊ-ին, մի մասն էլ Գագիկ Ծառուկյանին։ Այդ շատ հետաքրքիր բան է։ Մարդ, ով որ օրինակ սպառնալիք է տեսնում Ռուսաստանի Դաշնությունը, ուզում է ավելի շատ ինտեգրացիա եվրոպական կառույցների հետ, բայց միևնույն ժամանակ պատրաստ է գնալ ընտրել Գագիկ Ծառուկյանին, ով որ այսպես կլասիկ օրինակ է, դասական օրինակ է, ում որդին այսօր գտնում է Բելարուսի նախագահի մոտ հյուր եւ այլն, հա։ Սա երկու բան է ցույց տալիս։ Առաջինն այն, որ այս հարցումները չեն պատասխանում շատ հարցերի, շատ ինչուների, շատ խորքային հարցերի։ Իրենք երբեք չեն պատասխանում ինչու կան այդ հակասությունները։ Նկատեմ ոչ միայն ընդհանուր, քան եթե այդպես լավ խորազնին արվեն քանակական հետազոտություններ, իսկապես հնարավոր են գտնել կորելացիաները, հասկանալ ովքեր են այդ մարդիկ, ինչ դեմոգրաֆիական առանձնահատկություններ ունեն։ Այսինքն այդտեղ շատ հետաքրքիր գործիքներ կան եւ իսկապես հնարավոր է անել, բայց դրանք որակական են, չէ՞, արդեն բնույթով։ Կարելի է եւ քանակական անել եւ կարելի է միքս մեթոդներով որակականի հետ, իսկապես շատ հետաքրքիր բաներ, բայց Հայաստանում դա ցավոք սրտի չի արվում, այդ նաեւ այդ միջ ոլորտային հարաբերությունները չկան եւ այդ հակասությունները եւ երկրորդ բանը որ ցույց է տալիս ոչ միայն այս հարցումների սահմանափակումը եւ նաեւ նպատակ չկա այդպիսի հասկանում եք հասկանալու նպատակ ինչի է այդպես ինչի են այդ մարդիկ որ մտածում են որ եվրոպական Եվրամիության ինտեգրվելը լավ է եւ մյուս կողմից էլ ասենք Գագիկ Ծառուկյանին մեծ հաշվով ոնց որ այդ պատվիրատուները այդ նպատակը չունեն դա հասկանալու եւ մյուս կողմից էլ սա լրիվությամբ մեր մշակույթի այդ էկլեկտիկ դրության մասին է եւ դա իսկապես մենք եւս մեր հետազոտություններում տեսնում ենք ինչպես մի մարդ նույն մարդը կարող է ասել որ խաղաղությունն է ուզում հետո մի քանի րոպե հետո խոսել նրա մասին որ մենք պիտի հետ բերենք մեր հողերը սա ընդհանուր առմամբ կարծում եմ մեր այդ մշակութային հա այդ տարբեր տարաշերտ դրության մասին է այդ էկլեկտիկ պատկերացումների մասին է բայց ես կարծում եմ որ հնարավոր է հասկանալ ինչու մարդիկ ունեն նման նախընտրություններ եւ ովքեր են այդ մարդիկ ինչ կապեր ունեն հա Ծառուկյանի ուժի հետ բայց սա ընդհանրապես մի օրինակ է Ես նաև կուզեի խոսել այն մասին Մինչև առաջ անցնելը ես որ խնդրեմ մի հատ մեր հերոստատողների համար կբացատրեք որակականը եւ քանակականը էլի որտեղ մենք դրանց մասին խոսում ենք առանց բացատրելու դա ինչ է Եթե այդպես շատ պարզ եւ շատ ուրեմն կոպիտ ասեմ քանակական ուսումնասիրությունները դրանք այդպես թվային կամ տոկոսային հա պատկերներ են տալիս այս կամ այն հարցի շուրջ մարդիկ ինչ են մտածում այսքան տոկոս այսպես է մտածում այսքան տոկոս այնպես է մտածում դա սովորաբար արվում է այդպես ձևայնացված հարցաթերթի միջոցով երբ որ մարդիկ պիտի այո կամ ոչ պատասխանեն այսպես շատ պրիմիտիվացնում եմ թող ներեն ինձ իմ գործընկերները եւ որակական է այդպես ավելի բաց հարցերով ավելի խորքային հարցերով խմբային քննարկումների խորին հարցազրույցների միջոցով փորձ է արվում հասկանալ այ ինչու չեն վստահում ինչու են այդպես կարծում եւ այլն եւ եթե օրինակ քանակականի դեպքում մենք ունենք այդ տոկոսային արագ ստացված տվյալները որոնք հետո շատ սիրում են քաղաքական գործիչները կիրառել որակականի դեպքում մենք ունենք մեծ տեքստեր, ավելի բարդ տեքստեր, բայց ավելի հետաքրքիր տեքստեր։ Եվ կա իհարկե այդ երկուսը համադրելու մեթոդաբանությունը, որը շատ հարցեր ավելի հետաքրքիր դիտանկյուններից կարող է ցույց տալ։ Ես նաև կուզեի խոսենք այն մասին, որ Եթե մենք այլ հարցեր տանք, մենք կստանանք այլ պատասխաններ։ Սա կարևոր է։ Իհարկե այս հարցումները ցույց են տալիս որոշակի ողջախոհության սահմաններում միտումներ եւ այլն, բայց եթե մենք այլ ձևով տանք այդ հարցերը, մենք կստանանք այլ պատասխաններ։ Երբ որ մենք հարցնում ենք ինչքան որն է Հայաստանի ամենակարևոր գործընկերը, Եվ թվում ենք երկրներ, այդտեղ շատ բազմիմաստություններ կա։ Ես ինքս կարող եմ դա շատ տարբեր կերպ հասկանալ։ Այսինքն կարևոր ինչ տեսանկյունից կամ ես ուզում եմ, որ կարևոր լինի, թե կարծում եմ, որ կարևոր է, բայց չի ուզի, որ կարևոր լիներ։ Այսինքն
ասածս այն է, որ շատ կարևոր է մենք ինչ հարցեր ենք տալիս կամ երբ որ Եվ ինչքանով են կոնկրետ այդ հարցերը։ ինչքանով են կոնկրետ այդ հարցերը, ինչքանով մարդիկ կարող են տարբեր կերպ ընկալել այդ հարցերը, ինչքանով ենք մենք անընդհատ նույն բառերը, հա, կրկնում, որն է սպառնալիք, ինչ խմբերի մարդկանց հետ չեք ուզի, որ ձեզ հարևան լինեն եւ այլն։ Այսինքն մենք անընդհատ այս դուրս չենք գալիս մի տեսակ նաեւ այս իներցիոն մեթոդաբանական բաներից, ձևակերպումներից, մոտեցումներից, բայց մեր իրականությունը անընդհատ փոխվում է, մենք անընդհատ այս հին ոնց որ հարցերով, հին ձևերով փորձում ենք այդ իրականությունը հասկանալ, բացատրել եւ այստեղ շատ լուրջ այդպես ես իբրև հասարակագետ խզվածքներ եմ տեսնում։ Ինձ նաեւ շատ հետաքրքիր տվյալ էր այն, որ երիտասարդների շրջանում եկեղեցին ունի բավականին բարձր այդպես վստահություն աճած եւ օրինակ 56+ տարեկան տարեց ավելի խմբի շրջանում ավելի նվազեր, հա, այդ վստահությունը դրական վերաբերմունքը, քան երիտասարդների, ինչ էլի հետաքրքիր է, մենք դա նաեւ տեսնում ենք մեր այս երիտասարդների հետ որակական հետազոտության շրջանակներում, այդտեղ տարբեր գործոններ կարող են լինել, բայց հիմնականը երևի թե այդ կրթական համակարգն է, որ հատկապես այդ Gen Z ժողովուրդը կրթվել է, որտեղ եկեղեցու պատմությունը շատ հիմնարար դեր է ունեցել, շատ ինդոկտրինացված է եղել եւ իսկապես մարդիկ շատ ուղիղ ձևով առնչվում են երիտասարդները պատարակների են մասնակցում եւ ընդհանուր առմամբ եկեղեցին բացի այդ ընտանիք եւ միկրո ընկերական շրջապատ կարևոր դեր է սկսել խաղալ երիտասարդների շրջանում, սա կարծում եմ կարևոր տվյալ է, քանակական եւ որակական, սրա մասին պետք է մտածել, պետք է հասկանալ, թե նաեւ այս մեր քաղաքական, հա, տարբեր իշխանություն եկեղեցի այս հակամարտությունը ինչպես է նաև որոշակի վերաթարմացնում, հա, կամ վերախմբագրում այդ հարաբերությունները եկեղեցու հետ, սա եւս ինձ համար շատ իբրև հասարակագետ շատ հետաքրքիր տվյալ էր խորելու, մտածելու, հասկանալու որտեղ են արմատները եւ ինչու այդպես։ Պարոն Ավագյան, թեպետ դուք մի փոքր անդրադարձաք այդ հարցին Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա մասով, բայց այդ դինամիկայի տեսանկյունից համատելով նախորդ հարցումների արդյունքների հետ ինչն է ձեր համար այսպես աչքի զարնող տարբերությունը, ինչի վրա դուք ուզեիք ուշադրություն մեր սևեռեիք։ Սեք աչքի զարնող հարցը ակնկալիքներն է կառավարությունից, հա, թե ինչ ակնկալիքներ ունեն եւ խաղաղության հաստատումը առաջին տեղն է։ Եվ նաեւ երբ որ մենք օրինակ նայում ենք թե որ հարցերն են մտահոգում մարդկանց, ոչ թե իրենց տնային տնտեսության ընդհանուր, եթե գումարում ենք անվտանգության հետ կապված հարցերը միասին, մոտավորապես գալիս է 40 քանի տոկոս։ Հիմա վստահաբար չեմ հիշի, բայց դա ոնց որ open-ended answer, բաց հարցերն եղան, այսինքն այնպես չի մարդիկ ընտրել են, ուղղակի սպոնտան ասել են եւ 40%-ից ավել միևնույնն է, այնպեսի բաներ նշել, որոնք որ վերաբերում են խաղաղության հաստատմանը եւ անվտանգային գործընթացին։ Հետեւաբար կարելի ասել, որ միևնույնն է շարունակական է մնում այս պահին հիմնարար ակնկալիքներից մեկը նաեւ որ հաստատվի խաղաղություն։ Այլ բան է, օրինակ այդ խաղաղությունը ու բարեկամությունը, խաղաղությունը եւ լավ հարաբերությունները, խաղաղությունը եւ փոխադարձ վստահությունը պետք է միմյանցից տարանջատել, բայց կարելի է ասել, որ գլոբալ հասարակությունը ընդհանուր առմամբ ցանկանում է, որ եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ լինեն, սահմանները բացվեն, իհարկե այն հայտնի սկզբունքների շուրջ, որ անդադ նշվում է հենց կառավարության կողմից։ Այո, այս դինամիկան մենք կարող ենք ասել, որ որոշակիորեն նվազել է, բայց ոչ թե պահանջարկն է դրա նվազել, այլ շատ մարդիկ արդեն իսկ տեսնում են որոշակի արդյունքներ եւ մտածում են, որ օրինակ կա խաղաղություն։ Այսինքն պետքա ես ոչ թե սա պրոյեկտում եմ նրա վրա, որ մարդիկ դա այլևս կարեւոր չեն համարում, այլ մարդիկ դա որպես առաջընթաց տեսնում են։ Նաեւ Վաշինգտոն հռչակագրի հետո իրականում վստահության մակարդակը, որ պատերազմ չի լինի, էականապես աճել է։ Եվ նաև այս ֆոնին, երբ որ տեսնում եմ օրինակ հյուսիսում պատերազմը, հարավում պատերազմը, նաև մի քիչ տարածվում է նաև ել ավելի մերձավոր արևելք այդ պատերազմը, մարդիկ հասկանում են, որ նույնիսկ այս ֆոնին, երբ որ ոչինչ չկա, որոշակի առումով այդ վստահության մակարդակը մեծանում է։ Մյուս կողմից լուրեր են շրջանառվում խաղաղության պայմանագրի ստորագրման եւ դրա հետ կապված հարակից հարցերի մասին, սա էլ է իր հերթին ազդում։ Այսինքն հետևությունն է, որ այո, մարդիկ շարունակում են պահանջել խաղաղություն եւ նաեւ որ շատերը տեսնում են դրական արդյունքը
ի հեճուկս այդքան դեզինֆորմացիոն արշավի, հա, որովհետև նույն հարցումների մեջ երբ որ տեսնենք կոնկրետ թրիփին վերաբերող տվյալները 47%-ը դրական չի վերաբերում, բայց 43%-ը դրական է վերաբերում։ Սա ինչով է պայմանավորված, որովհետև թրիփի մասին փաստաթղթերի հրապարակումից ի վեր համակարգված եղանակով շատ հզոր հակաքարոզչություն իրականացվել է նախագծի դեմ։ Ու նաև սա մենք մեր կազմակերպությամբ երիտասարդների հետ աշխատելով ենք տեսնում, օրինակ որ մարդիկ դա անցալում են որպես որ Հայաստանը կորցնում է Սյունիքը, Հայաստանը օրինակ միջանցքը տվեց թուրքերին։ Այս նարատիվները գուցե փորձագիտական մեր, հա, մի քիչ sense էլիտիստական փոշի նստած մարդկանց շրջանում սա ծիծաղալու է, բայց ընդհանուր առմամբ լայն հասարակության շրջանում սա շարունակում է մտահոգիչ փաստ մնալ, բայց սա բացարձակապես ես կարծում եմ, որ պայմանավորված է բանով, հակաքարոզչությամբ, որը շատ ինտենսիվ է արվում ու բոլոր մակարդակներում, այդ իմ ասած տետատետ շփումներից մինչև մեդիա, մինչև համալսարաններ, մինչև հեղինակավոր մարդիկ, քաղաքական ուժեր ու սա շարունակվում է, հետեւաբար այստեղ կարիք կա առնվազն ոչ թե ասելու որ թրիփը լավն է, այլ ասելու թրիփը ինչ է առհասարակ, որովհետև նաև այսպիսի տվյալ էլ կա, ես չեմ հիշում, այս հետազոտության մեջ էր թե մեկ այլ, ովքեր որ տեղյակ են նրանից թե թրիփը ինչ է, ավելի մեծ տոկոսն է համարում դա դրական զարգացում, այսինքն մարդիկ զուտ իրազեկման կարիք ունեն, որպեսզի այդ ապրիորի թափառող նարատիվների ներքո իրենք դիրքորոշումներ չձևավորեն։ Հասկանալի է։ Մեր հաղորդումը մոտենում ավարտին, վերջին հարցը, որ ուզում եմ երկու հարգարժան հյուրերն էլ հասցնեմ, դուք ես գիտեմ երկուստ էլ անում եք սեփական հետազոտությունները, ընդ որում ինչքան անցալեցի ավելի շատ որակական բնույթ հետազոտություններ, այ որ տվյալներն է, որ այս պահին կարող եք եւ կցանկանաք մեզ հետ կիսվել եւ կարեւոր կհամարեք։ Այս պահին վերադառնալով նաև քանի որ թեմայի շրջանակներում է, ելի վերադառնալով երիտասարդների հետ մեր վերջին հետազոտությանը, որ հիմա իրականացնում ենք, մի կարևոր բան կա, որ այո, այդ համաձայն եմ կան այդ տարբեր մանիպուլյացիաները եւ այլն, բայց նաև պետք չի մոռանալ ոնց որ մարդկանց agency գործունակության սուբյեկտության մասին հիմնականում մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ հասկանում են, որ իրենց մանիպուլացնում են։ Մարդիկ հասկանում են, որ մեդիա դաշտը ընդհանուր առմամբ ապատեղեկատվության տեղ է, գիտեն ովքեր են տարբեր մեդիա հարթակների տերերը, սեփականատերերը եւ ինչ քաղաքական օրակարգեր ունեն։ Այլ հարց թե ինչ անել այդ ինֆորմացիայի հետ եւ ինչ են ընտրում անել։ Մի դեպքում հիմնական ոնց որ այդպես միտումը այնա, որ ոնց որ բլոկ անել, ընդհանրապես փորձել չհետևել, չկարդալ, չխորանալ, մի տեսակ պաշտպանվել, մյուսը այդ տոտալ անվստահության բանն է գալիս, առաջնային արձագանքն է գալիս եւ ոնց որ մերժել, չխորանալ նյուանսների մեջ եւ սա այն դրությունն է, այսինքն ես չէի ուզի, որ մենք ընդհանուր առմամբ այո ոնց որ խոսենք ապատեղեկատվության այդ հոսքերի մասին եւ այլն, բայց նաեւ չմերժենք հանրության մարդկանց կարողությունը գիտակցելու, ֆիլտրելու եւ նաեւ մյուս կարևոր այդպես դիտարկումը, որ ունեմ, այն է այդ մեր հետազոտությունից, որ ընդհանուր առմամբ երիտասարդները շատ հոգնած են մեր այս գերքաղաքականացված խոսույթներից, իրականությունից եւ ընդհանուր առմամբ կարիք կա ավելի այդպես թուլացնելու մեր այս քաղաքական լարված համատեքստը եւ թողնելու, որ մարդիկ ոնց որ ապրեն հանգիստ առանց անընդհատ այդ բանանելու։ Եվ նաև մյուս բանը, որ երիտասարդները շատ լավ հասկանում են, որ իրենց փորձում են շահագործել, քաշել այս կողմ կամ այն կողմ տարբեր քաղաքական, հա, ուժեր, գործիչներ, եւ դրան արձագանքն էլ իհարկե մի կողմից կարող է լինել ոնց որ մերժելը, անվստահությունը, չմասնակցությունը, բայց սա հաճախ շատ գիտակցված ընտրություն է, մի տեսակ լինել այդ stand-by, հա, քաղաքացի վիճակում, ուզում եմ ասեմ, որ ընդհանուր ոնց որ եթե ես չմասնակցող, ընդհանուր ոնց որ իմ որպես հասարակագետի նաև մտահոգությունն է, որ մենք շատ հաճախ հանրության տարբեր խմբերի եւ ընդհանուր առմամբ հանրության մասին մի տեսակ շատ իբրև որպես օբյեկտի մասին ենք խոսում, որի անընդհատ ինչ որ բան են ուղարկում, ինֆորմացիա եւ այլն, ապատեղեկատվություն եւ ինքը սպառում է։
ինչ որ սև խոռոչի նման մի բան է, որը այդպես չի, կան մի տեսակ է դիմակայունության մշակված տարբեր եղանակներ, տարբեր ձևեր եւ ընդհանուր առմամբ մենք գործ ունենք բավական այդպես ողջախոհ հանրության տարբեր սեգմենտների հետ եւ ոնց որ էլի վերադառնալով հետո անակնկալ նույնիսկ մակարդակի ողջախոհ եւ մի պրագմատիկ տեսակ սեգմենտի մեր քաղաքական գործիչները շատ ավելի վատ պատկերացում, ավելի վատ կարծիք ունեն հանրության մասին, քան հանրությունը իրականում կա եւ նաեւ ես տեսնում եմ իբրև հասարակագետ կարևորությունը խորանալու նրբերանգների մեջ տարբեր հանրային խնդիրների, սոցիալական խնդիրների եւ նաեւ հարթակների, որպեսզի հնարավոր լինի այդ խոսակցությունը, դիալոգը վարելու, ոնց որ չմնալու միայն այդ նեղ քաղաքական, ոնց որ ընդհանուր իհարկե մեծ քաղաքականության մեջ ենք մենք, բայց անընդհատ ոնց որ չմնալու այդ նեղ քաղաքական դիսկուրսի մեջ, թողնելու որ մարդիկ իսկապես շնչեն եւ ապրեն։ Շնորհակալություն, պարոն Ավագյան, համեցեք։ Ես դրական երանգով կփորձեմ ավելի շատ ավարտել։ Իմը բացասական է։ Ավելի ես կարող եմ ասել, որ կոնկրետ ակտիվ երիտասարդների սեգմենտը եւ այնպիսի երիտասարդներ, ովքեր որ հավատում են, որ իրենք կարող են եղանակ ստեղծել հանրային ու քաղաքական գործընթացներում, վերջին 2 տարիներին էականորեն մեծացել են։ Էականորեն։ Դրանք այնպիսի սեգմենտ է, որ ես այս 10 տարվա մեջ չեմ տեսել, որ հնարավոր է Հայաստանում այդքան մարդ լինի, այդքան տեղյակ եւ այդքան պատրաստ ներգրավելու գործընթացներում, բայց իրենք ընդհանուր երիտասարդների շրջանում բնականաբար փոքր են։ Բայց շատ են հիմա եւ գնալով շատանում այդպիսի տենդենս կա եւ հիմնականում այսպես մոտիվացիա ու ամբիցիա ունեցող երիտասարդների քանակը մեծանում է եւ նաեւ իրենց շրջանում այս ավելի մոդայիկ է դառնում այդ մասնակցությունը հանրային Երևանը, օրինակ շատ էլեմենտար օրինակներ ես բերեմ, ենթադրենք մենք անում ենք ծրագիր մի 3-4 տարի առաջ, որտեղ օրինակ պետք է երիտասարդ ով հանրային մի բան խոսի, դա որոշ թեմատիկայի շրջանակներում կարող էր լինել մարտահրավեր։ Բայց հիմա օրինակ կա լայն ընտրություն, այսինքն տարբերությունը այդքան մեծ է ու գնալով մեծանում է ու նաև մենք որպես կազմակերպություն փորձում ենք դրան նպաստել ու նաև այդ ապաթիայից դուրս գալու ճանապարհ ես տեսնում եմ դա, որ այս սեգմենտը այնքան մեծանա, որ իրենց հասանելիությունը այդ ընդհանուր երիտասարդությանը լինի ավելի մեծ։ Ինչ վերաբերում է ընդհանուր մեր հետազոտության բացահայտումների մասով Դե այնտեղ իհարկե հետաքրքիր տվյալներ կան, թե որ քաղաքական գործիչներին են համակրում, օրինակ երիտասարդները ասեն, որ ընդհանուր առմամբ 800 ռեսպոնդենտի շրջանակում քանակական հարցման արդյունքում մենք օրինակ պարզել ենք, որ 36%-ը մոտավորապես երիտասարդության կընտրեր պատրաստ է վաղը տալ ձայն այնպիսի քաղաքական ուժի, ով ներկա նախկինի հետ կապ չունի։ Բայց նաև մենք տեսել ենք տվյալներ, որ օրինակ ակտիվ երիտասարդությունը ավելի հակված է ընտրել ընդդիմադիր ուժերին, քան գործող իշխանությանը։ Իմիջիալուց դա նաև IRI հարցումներով է երևում ու շատ մոտ են իրականում այդ թվերը դրանց։ Այստեղ նաև կան անհատ քաղաքական գործիչներ, ում երիտասարդները համակրում են, ու իրականում շատ խառը այսպիսի իրավիճակ է, օրինակ իշխանությունից 3 քաղաքական գործիչ է, Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանը եւ Ռուբեն Ռուբինյանը, ում հետ օրինակ ոչ թե համակրում են, այլ կցանկանային դիալոգի մեջ մտ։ Օրինակ մենք հարց ենք տվել, ում հետ կցանկանայիք հանդիպել, տվել են այդ 3 ուժի անունները, ընդդիմության շրջանում կամ առհասարակ քաղաքական դաշտում լավ առաջատար է Աննա Գրիգորյանը Հայաստանի Դաշինքից, ու իրականում հետաքրքիր է նաեւ, որ շատ երիտասարդներ, ովքեր ցանկանում են օրինակ հանդիպել եւ խոսել, ասենք Աննա Գրիգորյանի հետ, բայց կողմ են, որ Հայաստանը դուրս գա հապկից։ Օրինակ այսպիսի իրավիճակներ կա, այսինքն մենք այստեղ ինչ ենք հասկանում, որ անձնական սիմպաթիաները միևնույնն է խթանիչ էական գործոն են եւ մարդը այո կարող է որոշակի պատկերացումներ ունենալ, բայց անձնական իմիջը դա շատ կարևոր է։ Ընդդիմադիր դաշտից հետաքրքիր է, որ այս բան քաղաքականությամբ զբաղվող Արփինե Հովհաննիսյանը բավականին հետաքրքիր է երիտասարդների համար եւ որոշակի առումով Արման Թաթյանը նույնպես։ Այսինքն այս նշածած քաղաքական գործիչները իրենք ավելի այսպես ցանկալի են երիտասարդության համար հանդիպում որպես զրույց, հա։ Այո, որպես դիալոգի հետաքրքիր կլիներ իրենց մտնել դիալոգի այս մարդկանց հետ։ Դե մյուս բացահայտումները մենք նաև ունենք ֆոկուս խմբային բաղադրիչ, առհասարակ մեր հետազոտություն, որ շատ կարճ ներկայացնենք, 3
բաղադրիչ ունի, դա քանակական հարցումներն են ակտիվ երիտասարդության շրջանում 800 ռեսպոնդենտներ, դա 5 ֆոկուս խմբային քննարկում է տարբեր բեքգրաունդով երիտասարդների շրջանում ներկայացված մարզերից եւ մայրաքաղաքից, եւ դա մեդիա մոնիթորինգ է սոցիալական մեդիայում երիտասարդներին թիրախավորող կազմակերպությունների աշխատանքի եւ այս ընդհանուր 3 մեթոդաբանությունը զուգադրելով մենք փորձել ենք հասկանալ թե ընդհանրապես որոնք են գործոնները, որ ազդում են երիտասարդների քաղաքական պատկերացումների ձևավորման վրա, մոտավորապես ինչ պատկերացումների շրջանակում են այս պահին եւ նաեւ շատ են կենտրոնանում այն նարատիվային շրջանակի վրա, որոնք որ հակված են ռեպլիկացնել ակտիվ երիտասարդները եւ այստեղ մեզ հայտնի շատ նարատիվների դոմինանտ է, օրինակ եկեղեցու հետ կապված, ես ուզում եի այդ հարցի մասին խոսեի, իհարկե ժամանակ չմնաց, բայց դա մենք գնահատում ենք որպես պաշտպանական ռեակցիա, որովհետեւ նաեւ եկեղեցու հետ կապված նարատիվները շատ ակտիվ տարածվել են երիտասարդության շրջանում հենց այս նախորդիվ նշած սունկ կազմակերպությունների միջոցով եւ շատ երիտասարդներ հավատում են օրինակ որ Փաշազադեի հրահանգով է իրականացվում եկեղեցու դեմ այս արշավը եւ որոշ պարագաներում դա ինքնապաշտպանական ռեակցիա է նաեւ որ մտածեն որ օրինակ Հայաստանի ինքնության դեմ արշավ կա եւ այլն այսինքն այսպեսի հետաքրքիր բաղադրության մեջ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ հրավեր ընդունելու համար, հարգելի հեռուստատողներ։ Գիտեք, ամբողջ խոսակցության ընթացքում ես ինձ պարբերաբար բռնացնում եմ իմ մտքի վրա, որ ուղղակի աբսոլյութ է, որ այսքան արհավիրքներից, այսքան փորձություններից եւ հիմա էլ այսքան, ես գիտեք, երրացող կաթսայի նման գտնվող այս նարատիվների, դիսկուրսների, կեղծ տեղեկատվության, ապատեկացության, այս ամեն ինչի ֆոնին մեր հասարակությունը դեռ այսքան պրագմատիկ է, դեռ այսքան դիմադրունակ է, այսքան սառնասիրտ է, այսքան հավասարակշռված է, շատ ավելին իմ կարծիքով, քան Հայաստանում քաղաքական դաշտը, ինչը չի կարող չուրախացնել, ինչը խոսում է մեր հասարակության կտավի մասին, մեր հասարակության դիմադրունակության մասին, բայց իհարկե ամեն ինչը կառուցել միայն դրա վրա չի կարելի, սխալ է, պետք չի, դրան զուգահեռ պետք է աշխատել եւ այս թեման էլ մենք կպահենք մեր ուշադրության կենտրոնում եւ առաջիկայում երբ որ կլինեն նոր հարցումներ, նոր հետազոտություններ, նոր հրապարակումներ կփորձենք նորից վերադառնալ սրան։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00